Ուրեմն այս չարիքի իշխանությունը, երբ որ խոսում է ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից, իրական Հայաստանից կամ խաղաղությունից եւ սրան զուգահեռ նաեւ հիստերիկ հայախառն ելույթներ ունենում, ի պատասխան սրան, սիրելի հայրենակիցներ, եթե տեսել եք վերջին օրերին, գրեթե ամեն օր մեկ հարց եմ տվել եւ ես իմ ընկերները, ասել ենք, եթե ի վիճակի ես ավել պակաս դուրս տալու փոխարեն ընդամենը հայտարարի, որ դու այլևս երբեք Հայաստանից նոր տարածքներ չես զիջելու Ադրբեջանում։ Եվ մի քանի օր այս հարցադրումից հետո այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան Նիկոլը պատասխանեց, որ այո, Ադրբեջանի 3 տարածքները, որոնք գտնվում են Հայաստանի հսկողության տակ, ադրբեջանական տերմիններով նաև անվանեց այդ տարածքները, վերադարձվելու են Ադրբեջանին, ունդեղ սկսեց էլի հերթական կռուտիտները, սահմանազատում, սահմանագծում, Արցվաշեն եւ այլն եւ այլն։ Պատկերացնեք ժողովուրդ, մարդը ուղիղ հայտարարում է Ադրբեջանի 3 տարածքներ։ Տեսեք, այս մասշտաբի պետական դավաճանության, պետական հանցագործության դեպք համաշխարհային պատմության մեջ երևի չկա։ Չկա աշխարհում նման մի դեպք, երբ որ վարչապետը, նաև վարչապետի տեխնացուն գա իր ժողովրդին դիմի, ասի ինձ տվեք քվե, որ գնամ հայրենիքից նոր տարածքներ հանձնեմ թշնամու։ Եվ երբ որ մենք ասում ենք, այս ընթացքում նաև երբ որ ես ամեն առավոտ կամ երեկո հիշեցնում էի դրա մասին, նաև քաղաքացիներից իմ ընկերներից շատերը ասում էին դա կհայտարարի, բայց հետո կտա։ Ես վստահ էի, որ ինքը չի կարող դա հայտարարել, որովհետև ինքը Ալիևի առջև ունի ստորագրած ղազագիր, պարտավորություն եւ խոստում, որ օգնեք ընտրվեմ եւ վաղ միսօր նոր տարածքներ կվերադարձնեմ։ Հետեւաբար սիրելի հայրենակիցներ, պատկերացրեք, որ սրա վերընտրվելու դեպքում ինքը ասել է, որ ես չեմ տվել, ժողովուրդն է տվել, որովհետև ես նախորդ ասել էի, որ տարածքներ եմ հանձնել, ժողովուրդը դրա համար ինձ մանդատ եւ վստահություն տվել է եւ այս ճանապարհով փորձելու է իրեն ձայն տված քաղաքացիներին դարձնել այս պետական դավաճանության, այս հանձումների եւ պետական հանցագործության մասնակից եւ փորձել իր դավաճանությունների մեղսակից դարձնել նաեւ մեր հայրենակիցներին։ Եվ այս տրամաբանությամբ իմիջիայլոց նաեւ ինքը փորձում է հիմնավորել դրանք ադրբեջանական տարածքներն են։ Վաղը մյուսօր գալու է եւ ասի Սևանով էր ասում, որ ընդհանրապես հայկական է, ադրբեջանական անվանումները տալու է եւ փորձելու է հանձնել։ Նույնը Տիգրանաշենը, նույնը Սյունիքից նոր հատվածներ ու այսպես շարունակ։ Հետեւաբար Ժորժ ջան, սա Ալիևի խամաճիկն է։ Սա այլևս վաղուց Հայաստանի հայ ժողովրդի հայկական շահերի հետ որևէ կապ եւ առնչություն չունի եւ այս ամեն ինչի վերջը հունիսի 7-ին պետքա տանք, կտրենք այս պարտությունների, դժբախտությունների եւ կորուստների շղթան եւ երկիրը դուրս բերենք այս իրավիճակից։